Վերջին շրջաններում մեր միակ պահանջը մեր քաղբանտարկյալների ազատությունն է։ Այս օրերին իշխանությունը եւս մեկ անգամ փաստում է, որ ուղղակի վախենում է արժանապատիվ հայերից, արժանապատիվ մարդկանցից առհասարակ։ Սրբազան պայքարի աջակիցներից եք։ Իհարկե, Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների, նաեւ Միքայել Սրբազանի, նաեւ Մկրտիչ Սրբազանի եւ Սամվել Կարապետյանի ազատությունը։ Երբ իշխանությունը դառնում է սեփական ժողովրդի թշնամին, յուրաքանչյուր ձերբակալություն դառնում է սեփական գերեզմանակարը։ Ինչ ակնկալիքներ ունեք եվրոպացի պաշտոնյաներից, որոնք այս բանին ազգային ժողովի շենքում են։ Հույս ունենք, որ ինչ-որ մի դրական շարժ կլինի եւ կհասնենք վերջապես մեր նպատակին։ Իսկ այս շարունակաբար լինելու է այս Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց կձգտենք, որ ամեն կերպ հասնենք մեր ուզածին եւ ազատություն պահանջենք մեր հայրենակիցներին, մեր ընկերներին, մեր սրբազաններին։ Եվրանեստի բազմապատիկ մեկը Նաչո Սանչես Ամորը 3 Եվրանեստի նիստի ժամանակ ամոթանք տվեց այս իշխանություններին, ասելով, որ 40-20 ոստիկաններով հարձակվում եք մարդուն կարծիքի համար բանտ եք նետում։ Ինչ կարող է ընդհանրապես իշխանությունների մոտ փոխել այս ամենը, հա, այսպես հատվածաբար, այսպես ասելը։ Ինչպես տեսնում ենք, այս իշխանությունների վրա ոչինչ չի ազդում, ոչ ամոթանքը, ոչ նզովյալ լինելը, ոչինչ ընդհանրապես չի ազդում իրենց վրա, բայց հույս ունեմ, որ ինչ-որ մի դրական մարդկային ինչ-որ մի գործոն կարթնանա իրենց մեջ։ Այսինքն կաթիլը, այսպես ասած, քարպուծակի։ Հույս ունեմ։ Կաթ։ Հույս ունեմ։ Շնորհակալ եմ։